բեր Linux անենք, так, օրինակ ես հրամանը tail-f կամ ապստուց copy անենք, ու սենց անենք, այսին այ tail-ը ինչ անում, հա, քո լոգերը ստա են պահպանվում, var log, syslog բանում, հա, Լեշտիս ստա են գրանցում քո լոգերը, չէ, tail-ը հրամանա, այստը, ֆայլը, նայ, հիմա որ սենց ենք անում, car, var, log, հա, syslog, ինքը սաղ լոգերը մի անգամից տպում է, հիմա եսի պտի step անենք, okay, տենակ tail հրամանը ինչ օրինակ, main tail ենթադրենք, որ տալիս է stack, եսի սենց բացեց, tail-ը ոնց որ քեզ թույլ է տալի, բան անել, ուրեմն ոնց որ տվյալ ֆայլում ինչ գրանցվում է, տենալ, հա, որ -f-ով ես անում, դու իրան ոնց որ live հիմա ես իրան տենում եմ, հա, այսինքն օրինակ եթե ես ինչ որ բան լինի, օրինակ բեր նորից կպնենք ստե, սրան, հիմա օրինակ այդ լոգերը ես տես նույն սերվերին ես տարբեր տեղից կպա, ստուց կպա, ստե լոգերը live գրանցում է, այսինքն ինչ հիմա լինում է, ինքը live գրում է, հա, live դու տենում ես tail-f, ոնց որ var log, syslog, հա, իսկ օրինակ որ դու ֆայլ ես ստեղծում, ասենք touch file.txt ու ասենք մեջում մի բան գրենք, խոսքի, գրենք Grigor, հա, սենց file.txt, ահա, հիմա որ դու cut ես անում, ինքը տվյալ պային ինչ կա էտա ցույց տալի, հա, եթե մենք cut անենք էսի, կոպիտ ասած ինքը ինչ կա տվյալ պային ցույց է տալի, բայց հետո ինչ ավելանալու է, դու չես ստանալու, դրա համար ոնց որ դու tail-ով ես անում, որ ոնց որ իրան բան անես, так, ահա, այդպես grep-ը բան չենք արա, grep-ը օրինակ ստանդարտ, կայնեք սենց անեմ, password-ը, տենանք ես բանը կա, լավ, grep-ը օրինակ ինչ անում, կարակ սենց անեք, grep ենթադրենք, Grigor ուզում եմ հետի մանգամ, օրինակ ես ֆայլում, հա, ահա, ինքը բերում է, թե Grigor-ը որդե է, grep-ը ոնց որ ինչ հա, հա, բայց պատկերցրու ստե հազարատ տող կա, դու չգիտես դրա մեջ կա, թե չկա օրինակ, դու ֆիլտր ես անում, ասում ես grep, ընձի ես բանն է պետք, հա, օրինակ հիմա այս ֆայլը որ կա, լոգերի ֆայլը, կարանք անենք grep, հա, քանի որ մենք լոգերը օրինակ ստուց տեսել ենք ինչ որ լոգեր, բերեք օրինակ այսի տանք, հա, ասենք մենք ուզում ենք գտնել այս IP-ն ենթադրենք, կարանք սենց անենք, ու այս ֆայլը ոնց որ բան անենք, так, ըհը, ինքը կթավ սաղ, պես, հեսա կարմիրով նշել է, ինչու ես նշել, որտև շատ է լոգելը այս բանից, այս հենց մեր համակարգիչն է, էլի, հեսա, դե վերևը որտև կարմիր ես ֆիլտր չի արել, բայց իրականում շատ էր, այս հեսա, քանի որ մենք մեր host machine-ը դրա համար իրա լոգերն է, ոնց որ տենց ամեն ինչը գրանցվում է, հա, ստե find-ի մասին չեմ իշում խոսացել եմ թե չէ, հա, եթե տենց բան արիք, սենց որ նայում եք, նույն ադեմ առանց -f-ի է, ինչա, առանց -f, էսի, առանց -f-ի է, էսի live չի անում, հա, դա եմ ասած, եթե ուրիշ բան սեղմես նոր լոգ չի բերել, չէ, տվյալ պայն ինչ գրանցում է էտա, տվյալ պայն, հետո չէ, հետո եթե ուզում ես կարաս հաջորդ վարքյանին մի հատ էլ անես, այս մեկը չես կարող -f-ով անել, որ live, այս մեկը կարող է -f-ով ունենա, բայց վեր ստուգենք, ասենք main grep, ես չգիտեմ, ունի թե չէ, հա, վեր մաքրենք օրինակ, main grep, այնանք -f ունի թե չէ, հեսա, obtain, սենց բան ունի, դուք ինքը ունի, հա, բայց դու պետք է հասկանաս ինչ option է, սենց սաղ option-ները չես կարա իրականում անգիր, ոնց որ հիշես, եթե ուզում ես ինչ որ բան, ստե ոնց որ մտնում կարդում ես, կամ հիմա chat GPT-ով օրինակ շատ լավ է, ես ամեն ինչով բան անել, որտեվ հիմա շատ բաներ դու չես հիշելու, սենց ասեմ, կամ Google, chat GPT, կամ սենց manual page-երով պետք է կարդաս, որ ոնց որ հասկանաս ինչա կա, tail-ի դեպքում -f-ով անում ես դու, նայ, tail-ը որ թարգմանում ես ինքը պոչ է նշանակում, հիմա եթե քո ֆայլը կա,
դու տենում ես ամենավերջի մասը իր փոչն է, ասենց ասեմ։ Կարող է մեծ ֆայլը, դու տենում ես իր ամենաներքևը։ F-ը նշանակում է դու ուզում ես այդ ամենաներքևի մասը live ռեժիմով տենաս, այդ է նշանակում։ Так, ահա, ասենք, այսինչ արեցի, չգիտեմ, բայց դա stuz q դուրս գանք IP address։ Այսի դու տենում ես ոնց որ IP-ն, հա, տվյալ օրինակ համակարգչի IP-ն, տվյալ host-ի, տվյալ դեպքում EC2 instance, հա։ Նայ, ստե էս IP-ն կա, հիմա որ մենք գանք ստե console, էսա նույն IP-ն է։ 39.995, հա։ Ստե ինչ է նշանակում, էսի նշանակում է տվյալ, ուրեմն link-ի անունը, հա, ինքը support անում broadcast-ը որ բոլորին ուղարկում, multicast, որ ինչ որ խմբի կարա ուղարկի, app-ը նշանակում է աշխատող է, էսը lower app-ը նշանակում է որ ֆիզիկական մակարդակում է ինքը աշխատում, հա, էսի MAC հասցենը եւ այլն, էսի ցանցային քարտի ինֆորմացիա, տենանք էլ ինչ բան կա։ Так SPS AUX օրինակ։ Այսի դու կարաս ստուգես թե քո համակարգչի վրա ինչ process-ներ է աշխատում, հա։ Ասենք հեսա PS AUX-ը մարը, տեսել եմ որ user-ն է աշխատացրել ուրեմն process-ը, process ID-ն է, միշտ հիշեք Linux-ում կա առաջի process, ուրեմն որ այսի ամենագլխավոր process-ն է, հա, կոմպը որ միացնում ես, օրինակ Linux մաշինը, իր վրա առաջի process-ն է, այս process-ն է, այս հրամանն է աշխատում, initialize, հա, այսպես, SB-ն init-ն է աշխատում, ու արդեն իրանից բոլոր մնացած process-ները ոնց որ սկսում են աշխատել, հա, այսի գլխավոր ոնց որ process-ն է, ձեր մոտ, մեկ համարով միշտ գլխավոր process-ն է, այսի CPU-ն է ցույց տալի թե ինչքան CPU-ը ծախսում, այսի memory-ն է, ստե ուստե գրածա որ հրամանը, ստելի բաներ կա, սրանք հիմա ասենց չեմ հիշում, բայց ստատուսները կա, էլի ոնց որ արդեն կարանք Google-ենք, հասկանանք, ինչ աստե կատարվում, բերեք փորձենք, սենց անենք, գանք մի հատ ChatGPT-ին ինձ թվում է կա ասի, ստե ինչա կատարվում, այս ստատուսները չեմ հիշում, բայց հեսա կհասկանանք, դե user-ն է, process ID-ն, հեսա Էսի memory-ն է, եթե ճիշտ եմ հիշում, shared memory-ն պետք է լինի։ Հա, կներեք, էսի virtual memory-ն է, էսի ոնց որ RAM-ն է, էսի RAM-ն է, էսի virtual memory։ RS-ը ինչ որ resident memory գրել է actual RAM used, այսինքն այսքան օգտագործում է, այսքանից այսքան օգտագործում է։ Так, այս հարցականը նշանակում է background process, այսինքն background process-ը ինչ է։ Background process-ը ինչա։ Եթե անջատում ես ինչքան օգտագործում։ Անջատել, ինչ անջատես։ Օրինակ երրորդը կամ չորրորդը։ Դե թե անջատես, բան ալնում, այդ process-ը մեռնելու է։ Process-ը որ մեռնի background չի աշխատում։ Չէ, դու եթե 0 kill հրաման կա, եթե kill-ով սպանես չի բանանի։ Background process-ները այն է, որ օրինակ համակարգիչը միացնում ես, դու չես տենում, չէ, բայց տակից լիքը բաներ է աշխատում, ինքը background-ում է գտնվում, էլի։ Քո համար ինքը ոնց որ անտեսանելի է։ Так, էսի process state-ներ, հա, ստե հասկանանք ինչա։ S-ը sleeping, հա, sleeping process-ը ներկապային։ Գնացա idle-ը կամ սպասում է ինչ որ ուրիշ process, էլի, այսինքն process կա, որը ինքը սպասում է, որ ինչ որ process պետք է լինի, հետո նոր ինքը սկսի աշխատել։ Էսի է դա։ Ստե ստատուսներ կան, օրինակ R running, հա, Z-ը դուք տենաք էդի զոմբի process-ը, այսի պրոբլեմային process-ը, էլի դուք իրան զոմբին պետք է սպանեք, հա, kill անեք։ Այս նշանը հեսա, այսի idle kernel thread։ Այս ոնց որ kernel-ի, ասենց ասած, thread-ն է, thread-ը ոնց որ մտնում է process-ի մեջ, մի կոպիտ ասած mini process-ներ են, ոնց որ կատարվում են։ Z չունեք մոտ, չէ։ Ինչա։ Z չունեք։ Չէ, հիմա չէ, Z-ը չկա, հաստատ չկա։ Z չկա։ R ինչ էր։ Ուր էր, R կար, ստե։ R+, էսի, էսա հասկանանք, ես չգիտեմ, էսի անծանոթ։ R+ process state, այնենք ինչ ասում։ Running state, հա, այնենք вообще-то ճիշտ է, R+
state ps aux հասկանանք ուր աստե բան գրած չի հա running էլի runnable երևի այսա running state-ն է okay так ստե ցանցանենք այս հրամանը այսի փագենք Այնանք էսի ինչ էր ցույց տալի, էսի ոնց որ load-ն էր ցույց տալի, եթե ճիշտ եմ հիշում, ուր էր, ստե կար, time, real time, timeout, time command in Linux, հասկանանք, CPU Այսի real time CPU ոնց որ time-ն է տպում, հա, ասում է թե ինչքան ոնց որ ժամանակ է ծախսում, ուրեմն բան է, էլի հրամանը executing command with in terminates, այսինքն terminate-ը լինում, ինչքան ժամանակ է ինքը ծախսում, ոնց որ էդի բան լինի։ Ստե ինքը ոնց որ real time-ն է ցույց տալի, էսի user time-ն է, the actual elapse from start to finish in time spent waiting amount within process system time ու system time-ը, sys-ը system time-ը Так, real time-ը ինչ ասում the actual elapsed time from start to finish including time spent waiting for input output or other processes Այսինքն ընդհանուր ժամանակն է ցույց տալիս սկզբից մինչև վերջ, որը ինքը ծախսել է input output-ի մեկը այլ process-ների վրա input output-ը ժողովուրդ, դա ոնց որ նայեք, օրինակ database-ը, հա, դուք ուզում եք տվյալ գրեք, հա, ինքը input-ը անում, հա, երբ որ դուք ուզում եք կարդալ, ինքը output-ը անում։ Նույն ձև ոնց որ սիստեմայի վրա, դուք եթե մի բան գրում եք, մի բան կատարում եք, ինքը input-ը անում, երբ որ ինքը տալիս է, ինքը output-ը տանում։ Ոնց որ ինքը ասում է, այդ input output-ի ամբողջ ժամանակահատվածն է ցույց տալի։ Երկրորդը user time-ն է, the amount of time spent executing user mode instruction within process։ Այսինքն, երբ որ user-ը ինչ-որ instruction-ը տալի, այդտեղ ցույց է տալի, թե այդ ժամանակը ինչքան է, էլի ոնց որ ծախս է։ The amount of CPU time spent executing system level։ Այսա system-ն է ոնց որ սիստեման է, չէ՞, ինքը իր process-ներ ունի, օրինակ։ Դու միացնում ես սիստեմայի տակից ինչ-որ process-ներ աշխատում, այս էլ ոնց որ add time-ն է, այսինքն որը սենց ասած կա user-ը չի initiate արել։ Так, գնանք նայենք էլ ինչ հրամաններ ստե կա։ Grep-ի մասին սենց խոսացինք։ Այս find-ը բերեք նայենք, find-ը։ Օրինակ find մենք ուզում ենք ինչ-որ բան ման գանք, հա։ Так, ստե նշում ենք օրինակ դիրեկտորիան, որտեղ ենք ուզում ման գալ։ Ման են գալիս ստուց սկսած, այսի root դիրեկտորիա է։ Ամբողջ Linux ստրուկտուրան սկսում է root դիրեկտորիայից, մնացած ոնց որ դիրեկտորիաները հա մտնում են դրա մեջ։ Ինչ ենք մենք ուզում ման գանք։ Մենք ուզում ենք ման գանք անունով ինչ որ ֆայլ, որը օրինակ սկսվում է ինչ որ ձև, բայց վերջանում է լոգով, հա։ Այսինքն օրինակ այս բանը, վերեք այս կետը ավելի լավ է ջնջեմ, սենց։ Այսինքն կարա ամեն ինչ լինի ստե, բայց վերջում լոգ լինի։ Ինքը պետք է գտնի բոլոր այդ ֆայլերը։ Հեսա, տեսեք մի հատ օրինակ գտավ, հեսա։ Կարանք stop տանք օրինակ այսքանի վրա։ Նայեք, գտավ ինչ որ channel log, հա, վերջում log կա։ Գտավ կատալոգ օրինակ, վերջում էլի log կա, erlog, last log, չգիտեմ։ Ու սենց ոնց որ ինքը այդ ֆայլերը գտնում է, հեսա var log։ Snap օրինակ 22, 23, չգիտեմ var log։ Օրինակ ուզում եք գտնեք ինչ որ բան, ոնց որ տալիս եք find, որտեղից սկսի ման գալը, հա, անունը ու բան, անուն, ստե կարա անուն չլինի, կարա տարբեր պարամետրեր լինի, կարա լինի, օրինակ size լինի, կարա permission լինի, այսինքն permission-ը ինչ է նշանակում, ամեն մի file permission ունի, ասում է գտի ես permission-ով օրինակ ֆայլերը, վերեք օրինակ ման find տանք։ Տենանք ինչ որ բան ստե կլինի։ Так, ստե չեմ հասկանում, այսի քանի որ ես բանը մտել, սենց անենք, մի վարկյան, name։ Օրինակ name, file name, պես base file name-ով է ինքը, ոնց որ ուզում գտնի։ Այս եսա permission-ով է գտնում, size-ով է գտնում, այսինքն դու կարաս size-ը տաս, ասես օրինակ 100 մեգաբայթից,
Ավել ֆայլերը, հա, գտի։ Type-ով, ասենք, type-ը ինչա նշանակում, կարաս օրինակ directory գտնես, օրինակ չգիտեմ, regular file գտնես, բերեք directory-ին փորձենք գտնել, directory դեպքում type d, հա, ինչա, հա, եկել, հա, հա, դի լավ չի, ասում դա ասի եկել, ու տենց,